Պարոն Արզումանյան, կարծես թե վերջնականապես օրվա իշխանությունները որոշել են մոդուլային ատոմակայաններ կառուցել։ Խնդրում եմ մեկնաբանել, թե դեպքում օգտագործված ատոմային վառելիքը ինչպես պետք է հեռացվի Հայաստանից։ Տվյալ դեպքում օգտագործված ատոմային վառելիքը դա, այսպես ասած, հլավոր երկրորդ հարցն կլինի, երկրորդ հարց կլինի։ Իսկ առաջին հարցը դա նա է, որ այսօր խոսել մոդուլային ատոմային բլոկների մասին, ինչ ենք մենք ուզում։ Չէ որ մեր մոտ այսօր ատոմակայանում աշխատում է մեկ բլոկ 440 մեգավատ զորությամբ։ Նա կաշխատի մինչև 36 թիվը, իսկ ռուսական Ռոսատոմը արդեն որոշում է ընդունում, որ նման ատոմային բլոկները 440 մեգավատ հզորությամբ կարող են աշխատել ևս 10 տարի, այսինքն մեր ատոմային բլոկը կարող է աշխատել 36 թվականից մինչև 46 թվականը, այսպիսով արդեն 20 տարի խոսել մոդուլայինի մասին, մոդուլային բլոկների մասին, դա ինչ ասեմ, ես դա սխալ բան է, որտեղ այսօր մոդուլային ատոմային կայաններ, մեկ թե երկու հատ բլոկ, փոքր, ընդամենը 10 մեգավատ հզորությամբ ռուսական կողմը հյուսիսային Սառոցյալ օվկիանոսի Սիբիրի հյուսիսային ափերին նավերը կանգնեցնում են, նավի վրա է այդ մոդուլային բլոկը, նավը կանգնեցնում են և 2-3 կիլոմետր կաբել են գցում, որտեղ ընդեղ ինչ-որ օբյեկտ կա, չգիտես, դա արդյունաբերական օբյեկտ է, թե ուրիշ է, ընդամենը 2 հատ։ Չինացիները արել են նույնպես, մի հատ թե 2 հատ արել են նույն ձևով, նույն իրենց նպատակի համար։ Այսպիսով Հայաստանը համեմատել Սիբիրի հյուսիսային ափերի հետ, հյուսիսային Սառոցյալ օվկիանոսի, դա ինչ ասեմ, պարզ է ինչ է։ Այսինքն 10 մեգավատանոց բլոկ մոդուլային այսօր աշխատում է, ավելի հզորը չկա։ Հիմի ռուսներն ուզում են անեն ևս մի քանի հատ և այլը, և չինացիներն են արդեն այդ գործի մեջ մտել, ամերիկացիները ուզում են անեն, բայց 5 տարի է ուզում են, 5 տարի է իրանց մոտ այդ մասնավոր ֆիրման, որ պետք է աներ, այդպես էլ ոչ մի քայլ չի արել։ Այսինքն մերոնք Ամերիկայի հետ արդեն 2-3 տարի է ինչ-որ մակարդակներով հանդիպումներ են ունենում, խոսում են ամերիկացիների հետ, որ մենք մեր մոտ նրանք բերեն դնեն մոդուլային ատոմային բլոկներ 200-300 մեգավատ հզորությամբ, պատկերացնում եք, այսօր աշխատող է ռուսական մենակ 10-15 մեգավատ է ինչ-որ։ Դա ես ուրեմն 2 տարի առաջ, 2-3 տարի առաջ, ես ինչ-որ ասում եմ, մանրամասը գրել է մեր վարչապետին նամակ եմ ուղարկել, որտեղ այն ժամանակ նրանք ուզում էին այստեղ դնելու ևս 1200 մեգավատանոց ատոմային բլոկներ, բայց ես գրեցի, որ այդ 1200 մեգավատը այստեղ չի կարող աշխատի, ոչ ոք չի դնի, որտեղ մենք դրա բանը, տեխնիկապես դրա հնարավորությունը, որովհետև ատոմային բլոկներն աշխատում են օրվա մեջ 24 ժամ։ Եթե մենք ցերեկը ունենք, ասենք, ինչ-որ 1000-1100 մեգավատ բլոկի սպառում ունենք, այդպիսի բլոկը հլը ցերեկը կարող աշխատի, բայց գիշերը, երբ որ այդ սպառումը իջնում է կրկնակի, ասենք, դրանք կեսն է մնում, 1100-ի կեսն է մնում, ասենք 500-550 մեգավատ։ Ոչ մի ատոմային բլոկ այդպիսի իրավունք չունի, տեխնիկական, գիտական տեսակետից նրանք այդպիսի հոսանք բանի տատանումներ հզորության իրավունք չունեն անելու։ Այսպիսով, ես այդ բոլորը գրել եմ 3 տարի առաջ վարչապետին նամակ, որ այդ սխալ բաներով հերիք է մտածեք, սխալ են այդ բոլորը։
Այսինքն այդ մոդուլային կայաններով այսօր զբաղվել դրանք Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունեն, ոչ մի օգուտ չունեն, ոչ մի պահանջարկ մենք այդպիսի բլոկի այսօր չունենք։ Դե ասեցի, գործող մեր ատոմային բլոկը 440 մեգավատ արդեն իրավունք կունենա աշխատելու 36 թիվը եւ նրանից հետո եւս 10 տարի դա ռուսական Ռոսատոմը այդպիսի որոշում ընդունել, որ իր արտադրած այդպիսի բլոկները կարող են աշխատել եւս 10 տարի։ Այսինքն մեր ատոմային բլոկը կարող է արդեն աշխատել ոչ թե մինչև 36 թիվը, այլ մինչև 46 թիվը։ Իսկ քանի որ հիմի Ամերիկան ոչ մի հատ մոդուլային ատոմային բլոկ իր մոտ չունի գործարկված, իսկ ՄԱԳԱՏ-ն միջազգային ատոմային անվտանգության հետ կազմակերպությունը նրա օրենքը, որը օրենք է բոլոր երկրները, որոնք զբաղվում են ատոմային էներգիայով, ասում է հետևյալը, որ այն երկիրը, որը ուզում է իր ատոմային բլոկը դնի ուրիշ երկրում, նախ պետք է իր մոտ այդպիսի ատոմային բլոկ մոնտաժի, աշխատացնի, աշխատանքը պետքա տևի 3 տարի, նա 3 տարի պետք է ունենա այդպիսի բլոկի աշխատանքի դրական փորձ, ունենա ՄԱԳԱՏ-ի թույլտվությունը, որպեսզի 3 տարի հետո նրա աշխատելուց 3 տարի հետո իրավունք ունենա ուրիշ երկրում 0-ից սկսելու դրա աշխատանքը։ Այսինքն գան, նայեն, պրոյեկտ անեն եւ այլ։ Ահա այսպիսի վիճակ է մոդուլային ատոմակայանների հետ եւ այդ բոլորը ինչ որ ձեզ ասել եմ, գրել եմ թղթի վրա, ուղարկել եմ վարչապետին, դեռևս 2-3 տարի առաջ մի անգամ չէ, մի երկու անգամ։ Ահա այսպիսի վիճակը։ Դրա համար այսօր ինչ որ զբաղվել, ժամանակ կորցնել Հայաստանում մոդուլային ատոմային բլոկների կառուցման համար, դա իզուր ժամանակ կորցնելա։ Կարծիք կա, որ Հայաստանը փորձում են փորձադաշտ դարձնել ամերիկյան առաջին մոդուլային կայանները տեղադրելով։ Այդ ինչ հնարավոր է։ Այդ նրանց կարծիքն է, ցանկությունն է, որտեվ դրանք իրանց մոտ էլ ուզում են, որ այդ փորձարկված էլի, որ դնեն էլի, այդպիսի մտքեր, արտահայտություններ, խոսակցություններ, բանակցություններ եղել են, բայց դրանք ամենասկզբից սխալ են եւ պետքա այդ դրանով զբաղվողները վերցնեն կարդան ՄԱԳԱՏ-ի օրենքները, թե ինչ օրենքներ պետքա լինի, էլի։ Դրա համար այդ օրենքների համաձայն Հայաստանում այդպիսի մոդուլային կառուցել մենք իրավունք չունենք։ Մեր ատոմային բլոկը, որ հիմի արդեն ունի թույլտվություն եւս 10 տարի 26-ից մինչև 36 թիվը, ապա ռուսական նոր օրենքների համաձայն կարող է 36-ից եւս մինչև 46 թիվը աշխատել։ Բայց իհարկե դրա հետ կապված մենք ունենք իհարկե բավական լուրջ խնդիրներ։ Մենք այդ ատոմային բլոկը մեր մոտ կառուցել ենք 30-ական թվականներին, այն ժամանակ մենք այդ բոլորը եւ մոնտաժի ժամանակ եւ հետագայում շահագործման ժամանակ նոր ատոմային այդ բաները բլոկները եւ օգտագործված ատոմային վառելիքը եւ առաջացած ռադիոակտիվ թափոնները բոլորը կարողանում ենք իրավունք ունեինք երկաթգծով Հայաստանից Ադրբեջանի տարածքով տանել դեպի Ռուսաստան, Ռուսաստանն էլ դա ուղարկում էր Սիբիր, որտեղ իր այն գործարանները, որոնք զբաղվում են օգտագործված միջուկային վառելիքը նորից թարմացնելու եւ դա իրանց գործն էր, էլի, եւ միաժամանակ առաջացած ռադիոակտիվ թափոնները այնտեղ դրանք կարող էին վերցնեին մի քիչ մաքրեին եւ այլ կամ էլ թաղեին եւ այլը, բայց երբ որ 95 թվին
մենք կարողացանք մեր մոտ երկրորդ մեր ատոմակայանի երկրորդ բլոկը 440 մեգավատ հզորությամբ 95 թվի նոյեմբերի 9-ին վերագործարկել, որովհետև ես զոհաղը ես վերագործարկե, ապա այդ բլոկի արդեն աշխատանքի ժամանակ պարզ էր, որ մեր ղեկավարությունը ասում էր, ես իրանցից պահանջում էի, ես ոնց բերենք, այդ բերելու հնարավորություն չստացվեց, ոչ Ադրբեջանով, ոչ Վրաստանով, հնարավոր չէր դա երկաթգծով բերելը, և ես ստիպված Մոսկվայում զբաղվեցի մոտ 1-2 տարի, որպեսզի կարողանամ այդ ատոմային այդ բլոկները, ռեակտորի կորպուսներն էլի, դրանք բերել ինքնաթիռով, Il-76 այն ժամանակ նորը ստեղծվե, այդ Il-76 ինքնաթիռով, բայց այդ ինքնաթիռով բերելուց կարելի էր բերել միայն թարմը, օգտագործվածը ռադիոակտիվությունը շատ բարձր էր, 90-94, թարմը այդ 6-8 գրադուս էլի, դրա համար բերելը մենք բերեցինք ինքնաթիռով, իջացրինք, իսկ տանելը արդեն հնարավոր չէր և այդ բոլորը կուտակվում էր։ Ես խոսեցի պայմանավորեցի ֆրանսիական ատոմային այդ կազմակերպության հետ, որի ղեկավարը տեղակալը հայ էր, նրա հետ ծանոթացա Մոսկվայում, խոսեցի և նրանք 96 թվին բերեցին, որ տեղավորվի բաների վրա էլի, ատոմային այդ բաները, կորպուսները, բայց դրանք այնքան են կուտակվել, որ 16 թվին արդեն էլ տեղ չունեին և մերոնք ինչ-որ մի հատ իրանք են ստեղծել նման ինչ-որ կառուցվածքներ, որտեղ այդ բոլորը օգտագործված վառելիքը տեղավորվում է, էլի, բայց ինչքան կարանք այդպես տեղավորեք։ Ասում մինչև 89 թիվը մենք ամեն տարի օգտագործվածը հետ էինք տանում, իսկ 96 թվին, երբ որ մեր բլոկը սկսել է ատոմային աշխատել, նրա ամեն ինչ կուտակվում է, դա մտածելու և դա պրոբլեմ է, էլի, մենք պիտի դրա մասին մտածենք, հիմի մինչև 46 թիվը ինչքան կուտակվի, որտեղ կուտակվի, չէ որ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են, որ մենք ատոմայինը կանգնեցնենք և այդ բոլոր բաները դուրս հանենք, էլի։ Այսպես պրոբլեմներ կա, էլի, որ դրանց մոտ մոդուլայինը հետ բան է, էլի։ Այսինքն մենք այնպես պրոբլեմներ այսօր էլ ունենք, որ մոդուլայինի մասին մտածելը դա ուղղակի բան է, և նայում եմ, առաջ կար մենք 92 թվականի հունվարին մեր մոտ ստեղծվեց էներգետիկայի նախարարություն, դա երբ որ արդեն Հայաստանը ինքնավար պետություն էր, էլի, ստեղծվեց էներգետիկայի նախարարություն, որտեղ կար նախարարի տեղակալ, որը զբաղվում էր ատոմային էներգիայով, այդ ես էի, էլի, ես լինեի այդ նախարարը, բայց վերջի րոպեին որոշեցին, որ թող Ամերիկայից մի հատ հայ գա, նա լի նախարար, իսկ Արզումանյանը թող լի տեղակալ։ Հլավ, 92 թվին ես այդպես աշխատեցի և այլը, արդեն մնացած ամեն ինչ պատմել եմ, էլի, ուզում ասել, որ խոսել այսօր մոդուլային ատոմային բլոկների մասին, դա ուղղակի շատ ներողություն, դա անգրագիտություն է, և ես այդ բոլորը գրել եմ վարչապետին երևս 2-3 տարի առաջ 2 անգամ գրել եմ, և այդ բոլորը ինչ որ ձեզ պատմեցի, այնտեղ այդ բոլորը գրած է, բայց չգիտես ինչի այսօր այդ մասին շարունակում են, Ամերիկայի փոխպրեզիդենտը եկավ 9 միլիարդ դոլարի ինչ որ պայմանագիր են ընկնում մոդուլայինի համար, այդ ինչ բան է։